Դե ինչ պտտվեցինք աշխարհի շուրջ, վերադարձանք եւ արդեն մետաղորում են մեր այսօրվա արդեն երկրորդ հյուրերը։ Այսօրին Հայաստանում են աշխարհահռչակ դաշնակահարներ Աննա Սարաջյանն ու Յակով Կացնելսոնը։ Նրանք Երևանում են դաշնամուրային շարք նախագծի շրջանակներում, որը մեկնարկել է հունիսի 10-ից։ Համերգաշարի գլխավոր առաքելությունն է Հայաստանում դասական երաժշտության եւ հատկապես դաշնամուրային կատարողական արվեստի հանրայնացումը, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի երաժիշտների եւ ունկնդիրների համար բարձրարվեց երաժշտական միջավայրի ձևավորումը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Добрый день։ Добрый день։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Ձեզ ենք Աննա, շնորհակալ։ եկեք սկսենք ամենասկզբից, թե ինչ համերգային ծրագիր է մեզ սպասվում։ Երկու դաշնամուրի երկխոսություն։ Այո, մեզ համար սա երկրորդ ելույթն է Հայաստանում։ Մենք առաջի անգամ ելույթ ունեցանք Յակով Կացնելսոնի հետ 19 թվականին Արագած փառատոնին եւ որոշեցինք, որ պետք է այդ կրկնել, ավանդույթը կրկնել եւ պատրաստեցինք մի ծրագիր, որը ամբողջովին ճիշտ ասած Յակովի առաջարկն էր այդ բոլոր ստեղծագործությունը։ Ունենք իհարկե շատ դասական ծրագիր, այսօր մենք կնվագենք ամսի 10-ին Մոցարտ, Շուման եւ Բրամսի ստեղծագործությունները։ Այսպես։ Ահա։ Քանի որ սա առաջին անգամ չէ, այսինքն դուք առիթ եք ունեցել շփվել հայ հանդիսատեսի հետ, այ հայ հանդիսատեսը ինչպես է վերաբերվում այս երաժշտությանը, դասական երաժշտությանը, դաշնամուրային այս կոնցեպտին եւ ընդհանրապես երկու դաշնամուրի երկխոսությանը։ Ընդհանրապես դա լինի մենակատարություն, թե երկու դաշնամուր, թե որևէ տեսակ դասական համերգ կամ ելույթ, մեզ մոտ Հայաստանում շատ զարգացած է ունկնդիրը, որովհետև իրենք գիտեն եւ երաժշտություն եւ ձգտում են իմանալ եւ շատ մեծ հետաքրքրություն ունեն համերգների մասնակցությունը, շատ մեծ է, միշտ ունկնդիրը շատ է եւ շատ շնորհակալ ունկնդիր է, ես ուզում եմ ասեմ, որովհետև շատ տարի, շատ երկրներում նվագել եմ, իրենք շատ շնորհակալ են мիշտ եւ շատ հաճելի է այստեղ միշտ նվագել։ Хорошо, ես Яковին հարցնում եմ, Яков, вы уже нашли отличие у армянского зрителя, слушателя, которые уникальные отличия вы уже для себя нашли? Ну, армянский слушатель, он, да, конечно, но дело в том, что в любой стране очень разные слушатели, но в чем-то важном они пересекаются. А чем отличается армянский зритель, слушатель? Армянский слушатель очень не боится показать свои чувства, свои эмоции и очень неформально подходит к исполнителю, к артисту. Им либо очень нравится, либо очень не нравится. Ես Յակովին հարցրեցի, թե ինչ է նա առանձնացրել հայկական, ինչպես է առանձնանում հայկական հանդիսատեսը այլ ազգի հանդիսատեսից, եւ նա պատասխանեց, որ մեր հանդիսատեսը մի փոքր ծայրահեղական է, կամ շատ սիրում է, կամ չի սիրում, եւ ոչ ֆորմալ վերաբերմունք ունի արտիստի նկատմամբ։ Այսպեսի կարծիքին են մեր մասին, բա։ Աննա, խոսենք այն մասին եւ նաեւ հարցնենք Յակովին, թե ինչ է Հայաստանում տեսել եւ ինչն է հասցրել Հայաստանում շատ սիրել եւ ինչն է ամենատպավորիչը։ Спрашивают, что ты успел увидеть в Армении, что тебя впечатлило больше всего и что тебе здесь нравится? Вы знаете, меня впечатляет все, что я вижу в Армении. Это и то, что впечатляет всех. Древность, монастыри, музеи. И просто чувствовать город, ходить по нему, гулять, вот как-то так вот проникаться этой атмосферой. В общем, все впечатляет.
Այո, Յակովին հետաքրքրում է ամեն ինչ Հայաստանում, անգամ ուղակի շրջելը, բնականաբար քաղաքում շրջելը, տարբեր տեղեր, գեղատեսիլ վայրեր այցելելը, ամեն բան ոգևորում է նրան եւ ամեն բան շատ հավանում է մեր երկրում։ Խոհանոցից նույնպես եկեք Այո. հարցնենք, кухню вы уже пробовали армянскую? Кухню я очень хорошо знаю. Հիանալի, նաեւ խոհանոցին է հիան։ Все нравится, все нравится. Նշեց, որ Очень. Հայաստանում չկան վատ ուտեստներ։ Աննա, դուք Կանադայում եք Այո. ապրում, կարոտացեք Հայաստան գալիս ամեն անգամ։ Ամեն անգամ շատ կարոտած գալիս եմ եւ կարոտով գնում եմ, որովհետեւ այստեղ դեռ ունեմ ծնողներս, ընտանիքս այստեղ է եւ ընդհանրապես Հայաստանը շատ մեծ սեր ունեմ Հայաստանի նկատմամբ, ինչպես դա իմ արմատներն են, որ միշտ ինձ հետ են։ Եվ շատ եմ սիրում Երևանը, շատ եմ սիրում մեր ժողովուրդը, մեր քաղաքը, շատ մեծ սիրով միշտ շատ կարոտով եմ այնտեղ ապրում միշտ մեծ։ Մենք այս տարի հնարավորություն ունեցանք պարբերաբար հյուրընկալել հայ երաժիշտների, երգիչների, ովքեր ապրում են Սփյուռքում, դրսում։ Այ որն է հայ երաժիշտների գաղտնիքը ուժը, տաղանդը, տարբերությունը այլ երաժիշտների հետ, որ կարողանում են այդքան դրսում ապրելով գնահատել ներսը։ Կարծում եմ, ինչպես որ Յակովը նշեց, մենք շատ հին ազգ ենք եւ դա կախում ունի մեր զարգացման անշուշտ հետ եւ մեր գեների այսպես ասած, փոխանցման հետ։ Այդ նշանակում է, որ մեր գեներում կա արդեն ձևավորված բնական տաղանդ, օրինակ ես երաժշտական միջավայրում կարող եմ ասեմ եւ ընդհանրապես արվեստում մենք շատ ուժեղ ենք։ Մենք շատ զինված ենք ամեն հարցում մեծ տաղանդով եւ բնական տաղանդով, որտեվ կա տաղանդ, որ դու կարող ես ձեռք բերել աշխատանքով, բայց մենք այսպես ծնվում ենք։ Դա է մեզ տարբերում։ Շատ բնական է մեր տաղանդը, շատ անհամեստ չէ Երևան, բայց այդպես է, ես այդպես եմ զգում։ Մանավանդ վերջերս անցկացվեց այստեղ մենք 3 եզրափակում արեցինք մրցույթի միջազգային դաշնակահարների մրցույթին եւ այնտեղ կային շատ տաղանդավոր երեխաներ տարբեր երկրներից, անշուշտ շատ բոլորը լավ պատրաստված էին եւ շատ բարձր մակարդակով անցավ, բայց երբ որ չգիտեմ, կարող է դա իմ զգացողությունն է, որտեղ ես հայ եմ, ես ուրիշ տեսակ եմ վերաբերվում մեր հայ երեխաներին, պատանիներին, այն 8, 7, 9 տարեկաններին, որոնք դուրս են գալի, իրանք շատ մեծ պոտենցիալ ունեն եւ շատ մեծ տաղանդ ունեն։ Մենակ կուզեմ, որ մի քիչ աշխատասիրությունը իրենց մոտ ավելի զարգանա։ Գիտեք, երբ որ տաղանդը բնական է, արդեն ոնց որ ինքնստինքյան դու չես ուզում այնքան աշխատես, որտեվ քեզ մոտ ամեն ինչ ստացվում է։ Հա, եւ դա շատ գնահատվում է դրսում։ Օրինակ դուք ասացիք, որ մենք ապրում ենք դրսում, դա մեզ այնտեղ ճանապարհ է բացում, անշուշտ մենք մտնում ենք այն մթնոլորտի մեջ, որտեղ որ շատ կազմակերպված է ամեն ինչը, մեզ մոտ այնքան դեռ դրված չի դա, եւ այդ կազմակերպվածությունը գումարված տաղանդին դալիս է այդպիսի լավ արդյունք։ Մենք ունենք շատ երգիչներ, որոնք որ համաշխարհային օպերային բեմերում են երգում, մենք ունենք լարային գործիքների կատարողներ, որոնք որ շատ բարձր են իրենց դրսևորում, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Ախնազարյանը, շատ մեծ անուններ, փոքր ազգ ենք, բայց այդ փոքր ազգի մեջ մենք ունենք շատ մեծ տաղանդ։ Աննա, Յակովը հասցրել է ծանոթանալ երիտասարդ դաշնակահարներին, երաժիշտներին եւ ինչ կարծիք ունի մեր հայ երեխաների մասին։ Яков, ты успел познакомиться с нашей молодежью, с музыкальной молодежью, и какого ты мнения о наших детках? Очень много музыкальных людей вообще на армянской земле. И это касается, конечно, и детей. Вот это особое отличие, какая-то природная музыкальность, откуда-то, может быть, идущая именно от особой земли.
Может быть и оттуда, да, но скорее всего это вот просто природа, горы, особая вот эта вот атмосфера. Я думаю, что это вот и как-то и музыкальность тоже она. И вот у детей это очень так как-то ясно проглядывает. Ну и потом дети армянские, по-моему, очень трудолюбивые. Ну, Есть ленивые, есть, конечно, но трудолюбивых больше, и они какие-то очень естественные. Естественные, да. Мне очень понравилась армянская молодежь. Յակովը կարծում է, որ այո, երեխաները իսկապես տաղանդավոր են եւ դա կարծես թե հենց բնությունից է գալիս, երեխաները հենց այդպես ծնվում են, օդից է, ջրից է, որոշակի երաշտականություն ունեն, որ բոլորի մեջ կա եւ կարծում եմ, որ երեխաները նաեւ աշխատասեր են եւ ձգտող։ տեսնում եք Աննա, գուցե դա ներքին այդ սրտացավություն է, որ դուք ուզում եք ավելի շատ աշխատասեր լինեն նրանք եւ Կարծելով, որ այդպես է նրանց տաղանդը շատ է եւ շատ ավելիին կարող են հասնել եւ ապրել։ Այո, ես կարծում եմ, որ իրենք աշխատասեր են, ոչ սիստեմատիկ։ Այո, այո։ Այո։ Աննա, ինչպես եք պատրաստվել ամսի 10-ի համերգին։ Ինչպես դեռ չենք պատրաստվել, ճիշտ Ահա, ասած դեռ չեք պատրաստվելու ընթացքում ենք, քանի որ Յակովն էլ ես էլ այդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ էինք եւ ամսի 1-ից մինչեւ 7 ժամանակ չենք ունեցել պատրաստվելու լավ, բայց այսօր եւ վաղը անշուշտ մեր ծրագիրը պատրաստ է, մենք ուղղակի միասին պետք է փորձենք, շատ մեծ սիրով սպասում ենք բոլորին այդ համերգին, ինձ համար դա մեծ հաճույք է Յակովի հետ տվակելը, որտեղ ինքը շատ բարձր որակի երաժիշտ է եւ բացի երաժիշտ լինելը ինքը մենակատար է, բայց նաեւ փայլուն անսամբլիստ, որը որ շատ գնահատելի է, երբ որ միասին ես նվագում, կան բաներ, որ երաժշտությունը մենք նույն տեսակ ենք զգում եւ դա շատ մեծ հաճույք է պատճառում նվագողի համար։ Երբ խոսեցիք միասին զգում եք, այդ երկու դաշնամուրի մեջ շատ կարևոր է, չէ՞, այդ զգացողությունը երկուսի։ Երբ մեկը նվագում է, ինքը սոլիստ է, կարող է իրականացնել այնինչ ուզում է, ազատ է, բայց երբ որ դու նվագում ես ուրիշ անձի հետ, դու այդ ազատությանը մի քիչ սահմանում ես, լիմիտ ունի եւ Յակովի հետ այդ զգացողությունը ընդհանրապես չկա։ Ինքը շատ բարձր որակի երաժիշտ է։ Հրաշալի, Աննա, երբ նվագում եք, եթե նվագում եք իհարկե դրսում հայկական երաժշտություն, ինչպիսի արձագանքներ եք ստանում այլազգի լսողներից, ում են սիրում, ում են ավելի հաճախ լսում։ Ինչքան որ նվագել եմ հայ երաժշտություն, անկախ նրանից դա կլինի Խաչատրյան, Բաբաջանյան, իմ պապիկի ստեղծագործությունները, ինձ միշտ կատարումից հետո ուզել են այդ ստեղծագործության նոտաները։ Այնպես որ շատ մեծ սիրով եւ հետաքրքրությամբ միշտ կա այդ հետաքրքրությունը հայկական երաժշտությանը, նա շատ յուրահատուկ է այդ մեր նացիոնալ երաժշտության համը, որը որ չկա ուրիշ, անշուշտ բոլոր ազգերը ունեն իրանց երաժշտությունը, բայց մեր մոտ նաև այդ ֆոլկլորի վրա նաև կա շատ լավ պրոֆեսիոնալ հիմք, որը մեզ հանում է միջազգային հարթակ։ Խաչատուրյանը շատ հայտնի, ամենահայտնի երևի ամենալսվող կոմպոզիտորն է աշխարհում։ Ամենահայտնի, ամենահաճախ լսվող կոմպոզիտորներից մեկն է Խաչատուրյանը դրսում։ Աննա, այս կարծիք Յակովը նաև իր ամբողջ համերգային ծրագրի մեջ ունի հայկական երաժշտություն եւ արդյոք սիրում է հայկական երաժշտությունը կամ նվագում է արդյոք։ Они спрашивают, если у тебя есть в программе армянская музыка, которую ты играешь, любишь ли ты армянскую музыку? Да, очень люблю армянскую музыку, играю пока ее мало, но очень надеюсь играть больше. Я играл Кумитаса, это вообще что-то совершенно особенное для меня, так вот особенный воздух Армении. Вот с Анной мы играем кое-что тоже
армянской Хачатуряна, конечно, я много играл, и у нас в Москве его. Он был всегда очень популярен, и я даже не знал до поры до времени, что это армянская музыка. Я думал, что это просто мировая музыка. Ну, это Այո. мировая музыка. Ну да, Յակովը ծանոթ է հայկական երաժշտությանը, Խաչատրյանն է նվագել առիթ է ունեցել, անգամ չի իմացել, որ դա հայկական երաժշտություն է, հետո է հասկացել, Բաբաջանյանն է նվագել եւ հիացած է հայկական երաժշտությամբ։ Շնորհակալություն, Աննա, եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, թե հերոստատիտողը ով հիմա դիտում է եւ հետաքրքրված է ներկա գտնվել այս համերգին, ինչպես կարող է ներկա գտնվել, եւս մեկ անգամ վայրը, օրը, ժամը նշենք։ Համերգը կկայանա հուլիսի 10-ին, ժամը 19-ին, Հայ ֆիլարմոնիայի Փոքր Բաբաջանյանի դահլիճում, խնդրեմ բոլորին հրավիրում ենք, սիրով հրավիրում ենք եւ սպասում։ Շնորհակալություն, ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն, հիշեցնենք ցելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում էին աշխարհարչակ դաշնակահարներ Աննա Սարաջյանն ու Յակով Կացնելսոնը։ Իսկ մենք շարունակում ենք մեր եթերը եւ լսում ենք երաժշտություն։ Գնացինք։